Բարի երեկո 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը Դիվանագետ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վարդան Հակոբյանն է։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեր հավելն ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած այցից հետո մայիսի 26-ին էր այդ այցը հապճեպ, այսպես արագ ռեժիմով կատարված, ընդամենը մոտ 1 ժամ տևեց ու իր այցելության արդյունքների, այսինքն փաստաթղթերի ստորագրման մասին կառավարության նիստում Թրամփի կաբինետի նիստում զեկուցելուց հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ գրառում է արել սոցցանցում հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը վայելում է իր լիակատար ու ամբողջական աջակցությունը հունիսի 7-ին վերընտրվելու համար, բառացիորեն մեջբերում է իր խոսքից։ Ընդհանրապես դիվանագիտական պրակտիկայում սա նորմալ երևույթ է, որ որևէ պետության ղեկավար, այն էլ Միացյալ Նահանգների նախագահը այսպես ուղղակիորեն հայտարարի այլ երկրում որևէ մեկին աջակցելու մասին, այսինքն ստացվում է Հայաստանի հանքերը Թրամփի աջակցության ու հայտարարության դիմաց։ Գիտեք, դա նորմալ երևույթ չի դիվանագիտական կյանքում, բայց միշտ էլ եղել է։ Այսինքն բազմաթիվ դեպքեր եւ այլն տարբեր երկրներ, երբ որ ուղղակի արդեն բանը հասել է նրան, որ ուղղակի նման ուրեմն հայտարարություններ են արել։ Սա առաջի անգամ չի դեպ Տրամփի կողմից Հայաստանի նկատմամբ։ Եթե հիշեմ Բոլտոնի այցը, Բոլտոնի այստեղ արած հայտարարությունները ըստ էության նույն բանն էին։ Այսինքն երբ որ առաջի անգամ ընտրվեց Տրամփը եւ նրա հիմնական նպատակներից մեկը Իրանի հարցը լուծելն էր, որպես կարևոր քայլ Իրանի հարցը լուծելուց հետո Չինաստանին անդրադառնալը եւ դրա հետ զուգահեռ նաեւ Ռուսաստանի նկատմամբ այն ժամանակ էլ Թրամփը անթակույց այդ տեսակ հայտարարություններ էր անում, հիշեք, միշտ այդ օրինակը բերում եմ 2018 թվականի մայիսի 28-ին, երբ որ Թրամփը շնորհավորական հեռագիր էր ուղարկել Ալիևին, այնտեղ այդ ամեն ինչը ասված էր։ Այն ժամանակ Ալիևի հետ էր ուրեմն հարցերը այդպես լուծում, այդ հարցը լուծեց, հիմա էլ ոնց ասած Հայաստանի ղեկավարության հետ։ Բացի դրանից այդ եթե վերադառնանք Ռուբիոյի այցին, սա ոնց որ ասում են հերթապա քայլ էր, ուղղակի փոքր, որովհետև նախ Հնդկաստանից ճանապարհը երկար է, մի ժամանոց դադար էր անհրաժեշտ, երկրորդը իրենց խոստումը, որ տվել էին, որ պետք է այս Հայաստանի դիրքորոշումների դիմաց պաշտպանեն Փաշինյանի թեկնածությունը, պաշտպանեն Փաշինյանի ընտրություններին, Ռուբիոն ուղղակի արագ այսպես դադար տվեց Հայաստանում, կարելի ասել, եւ այդ խնդիրները կատարեց, այդ ինչ որ թղթեր ստորագրելը, բան, գիտեք, Պրիփի մասին համաձայնագիրը, ռազմավարական գործընկերության այսինքն կարող է մի անգամ էլ գնան մի հատ էլ ստորագրեն։ Այս ամեն ինչը եւ այստեղ ոչ թե կա հայ ամերիկյան քաղաքականության հարց, այլ Հայաստանի կողմից Թրամփի վարչակազմի, հա? Եվ ոչ միայն Փաշինյան Թրամփի կողմից, այլ Հայաստանի կողմից որոշակի, ոնց ասեմ, ձեզ կարգադրություններ կատարելու հարց։ Այսինքն ես միշտ ասել եմ, որ մեր դիվանագիտությունը երկկողմանիի նման չի, այսինքն Հայաստանը կողմ չի ներկայացնում։ Հայաստանը հանդես է գալիս որպես այս կամ այն տերության շահերի, պահանջների բավարարող, այսպես ասենք։ Եվ պատկերացրեք Միացյալ Նահանգների համար ոչ այդ հանքերի բանի այդ վաճառքը, որ ստորագրել են, ըստ էության գուցե ինչ-որ առանձին մասնավոր կամպանիաների համար դա դերակատարություն ունի, Միացյալ Նահանգների համար դա ոչ մի դերակատարություն չունի։ Բայց Թրամփի քաղաքականության այսպես առանցքային կետերից է բոլոր երկրներից փորձել հազվագյուտ դա ձեռքի հետ, այդ մարդը սովոր է լինելով բիզնեսմեն, սովոր է միշտ ինչ-որ մի բան ունենալ դրա դիմաց։ Եվ ինչ վերաբերում է Միչանսկին, այստեղ նույնպես տնտեսականը իրեն որպես այդպեսին չի հետաքրքրում։ Իրեն հետաքրքրում է ռազմավարականը։ Այդ հայտարարությունը, որ արել է։ Ես մեջբերեմ նրա խոսքից իր հայտարարությունը։ Հա, փորձեմ անգլերենից թարգմանել շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը
կդնեն հիմքը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման թրիփի շինարարության աշխատանքների, որը կփոխակերպի Հարավային Կովկասը եւ կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ դեպի Կենտրոնական Ասիա։ Այս պատճառներով Նիկոլը ունի իմ լիակատար եւ ամբողջական աջակցությունը վերընտրվելու 2026 թվականի հունիսի 7-ին։ Նիկոլի օգնությամբ մենք ավելի նոր բարձունքների կհասցնենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան Make Armenia Great Again, այսինքն դարձնել Հայաստանը հզոր կրկին, MAGA։ Փառք Աստծո։ Եթե Հայաստանը նորից գրետ, այսինքն այդտեղ ամենահետաքրքիրը Նիկոլի օգնությամբ հասկանում եք, էս է, բայց տեսեք ինչ հետաքրքիր խաղ է գնում։ Ըստ էության թե Թրամփի էս հայտարարությունը, որում հաստատում է, որ ասում են, որ սա այդ միջանցքը ռազմավարական, աշխարհաքաղաքական տեսանկյունով է նրան հետաքրքրում, որպես զուտ ճանապարհ Միջին Ասիա հասնելու համար։ Այսինքն ես արդեն հոգնել եմ այդ թեմայով խոսալուց, որ Հայաստանը այդ որպես միջանցք ճանապարհների կառուցումը, իդեպ որ երկիրը որ գնում է դեպի ՆԱՏՕ, առաջի խնդիրը ճանապարհներ կառուցելն է։ Առաջի էներգետիկ երթուղիներ եւ տրանսպորտը։ Էներգետիկը հետևանքն է լինելու։ Ճանապարհը ռազմավարական, որ ՆԱՏՕ-ի զորքը ազատ, ոնց ասած ճանապարհի զուգարաններով, հոթելներով, մակդոնալդսներով անխոչնդոտ հասնի Միջին Ասիա։ Հիմա դա են անում, սա այդ տեսանկյունից, բայց նկատեք մի բան, որ այս հայտարարությանը զուգահեռ երեք, ինչքան գիտեմ, երեկ Պուտինն էլ շնորհավորել է Ալիևին։ Հանրապետության օրվա արդիվ նրանց էլ չէ, Ադրբեջան։ Հիմա տեսեք նույն օրերին չէ՞ ստեղ նույն օրերին 27-28 եւ մեր հիմա տեսեք մի կողմից ուրեմն Թրամփն է ասում, որ Հայաստանը խաղաղություն, Անդրկովկասում կայունություն եւ այլն։ Մյուս կողմից Պուտինն է ասում, որ Ադրբեջանը միջազգային հեղինակություն է ձեռք բերել եւ Ադրբեջանը պետք նրա գործունեությունը ուղղված է Հարավային Կովկասում, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության եւ այլն։ Նո տեսեք ինչ հետաքրքիր խաղ է գնում։ Հատկապես ցեղասպանությունները, որ իրականացնում են, շատ դա կապ չունի, դուք արդեն էմոցիոնալ տեսանկյունից եք նայում։ Դե հայ ենք, բայց այսինքն եւ Պուտինն է ասում, որ այ քո խնդիրը պետք է այդ լինի, եթե դու այդ սահմաններից դուրս գաս, քո համար վատ է լինելու։ Նույնը ասում է Տրամփը, ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին նույնպես։ Այսինքն նրանք երկուսը իրար հետ են խոսում, այստեղ մրցակցությունը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև է։ Եվ ռուսները, ասենք, այլ հայտարարություններում բանում մի շեշտում են, որ սա մեր շահերի տարածքն է։ Միացյալ Նահանգներն են հիմա ասում են, որ վերջապես սա կդառնա իրենց շահերի տարածքը, որովհետև մարդիկ մեծ ծրագիր ունեն Միջին Ասիա հասնել եւ Չինաստանի որոշ տեղերից բռնել, այսպես ասած։ Եվ այս առումով ոչ թե Հայաստանի ինչ-որ հետ տնտեսական հարցեր լուծելն է կամ չգիտեմ նորից Հայաստանը դարձնել։ Չէ, մարդը պարզ ասում է, որ էսի մեզ պետքա Միջին Ասիա հասնելու դիվանագիտական լեզու գոյություն ունի։ Նա այդ է ասում եւ ամբողջը միշտ այդ բաներն են կալում։ Իսկ իրականում նա ասում է, որ դուք ես պետք է լինեք, ես դերը պետք է խաղաք։ Եվ երբ որ Ռուբիոն եկավ եւ իջավ Երևան, նա իջավ ոչ միայն որ այդ բանը ստորագրի եւ օժանդակի ԿՊ-ին նորից չհանդիպեց, նկատենք։ Կապ չունի դա, որովհետեւ նա իմ կարծիքով ես չեմ կարող պնդել, ես որովհետև չգիտեմ նա այդ օրը ում հետ է նաև հանդիպել, կասկած չունեմ, որ դեսպանի կամ դեսպանատան հետ Միացյալ Նահանգների հանդիպած կլինի, այսինքն հաշվի առնելով են, որ Միացյալ Նահանգներ, Իրան հարաբերությունները այս վիճակում են, դեռ չգիտեն, այդ զինադադարը կլինի, չի լինի, հարձակում կլինի, չի լինի, այսինքն շատ դժվար է գուշակել։ Եվ հաշվի առնելով են, որ երկուսն էլ, թե Իրանը, թե Միացյալ Նահանգները պատրաստվում են նորից հզոր գրոհի, չէ, զենք են կուտակում, հրթիռներ են բերում, նավատորն է մոտենում եւ այլն։ Ուրեմն այստեղ որոշ ճշգրտումների հարց կար,
Ոչ միայն Հայաստանի հետ, մենք խոսել ենք, որ ինչի է պետք Հայաստանը Իրանի հարցում։ Էլեմենտար, ասենք, հոսպիտալներ, եթե վիրավորներ լինեն, բերելու, ասենք, որոշակի էլեկտրոնային կապերի կամ ուղղությունների կողմորոշումների ճշգրտում եւ այլն։ Որոշակի ենթակառուցվածքներ նշանակություն։ Այսինքն մի կողմից եկել է թե Հայաստանն ասել այն ինչ որ պետք է անեիք, պատրաստ եք, նորմալ վիճակում է, մյուս կողմից իր դեսպանատան աշխատողներին որոշակի կոնֆիդենցիալ ինֆորմացիա տալու, որը նա չի կարող կամ չի համարում ճիշտ զանգով կամ ինչով հաղորդելու, հասկանում եք, այստեղ լուրջ խաղ է գնում, այսինքն երկու հզոր լուրջ պետություններ, 3 Միացյալ Նահանգներ, Իրան, Ռուսաստան լուրջ հարցերով են զբաղված։ Եվ այդ լուրջ հարցերը եւ իրենց լուրջ շահերը քողարկում են այդ դիվանագիտական այս տեսակ ուրեմն բանաձևերով։ Դրա տակ պետք է ուրեմն կարդալ, այսինքն մի կողմից Միացյալ Նահանգները փաստորեն խփում է ռուսական շահերին, տարածաշրջանում բան անելու, չնայած ենթադրություն կա, որ դա ինչ-որ նաև պայմանավորվածության չափ կա խոստում, որ դա ժամանակավոր է լինելու, որովհետև Միացյալ Նահանգները երկար ժամանակ նրանց նախագահները միշտ հայտարարել են, որ Հարավային Կովկասը դա Ռուսաստանի շահերի տարածք է եւ նրանք ընդունում են դա։ Բայց հիմա, քանի որ Տրամպը իր բնավորության համապատասխան մեծ խնդիրներ ունի եւ նա ուզում է պատմության մեջ մնալ եւ լուծել այդ խնդիրները, այսինքն Իրանի եւ Իրանին հաղթահարելու միջոցով Չինաստանի հարցը կասկածներ է առաջացնում եւ սկսվում է այսինքն մրցակցության դրսևորում, անցած անգամ որ մենք ասում ենք Հայաստանը եւ ոչ թե Հայաստանը, այլ Հարավային Կովկասը դառնում է մրցակցության լուրջ դաշտ, այս մասին է խոսքը։ Հիմա դրա հետ կապվում է թե Ուկրաինայում ռուսները ինչպես կլուծեն, Իրանը ինչպես կպահի իրեն, ամբողջ մերձավոր արևելքը, Չինաստանը եւ այլն։ Այս լուրջ խաղերի մեջ տոնացարի խաղալիքների նման, իսկ մեր իշխող կուսակցությունը այսպես ասած սեր ունի տոնացարի խաղալիքների նկատմամբ, փայլփլուն սիրուն բաների, նաև Ռուբիոն, Թրամփը այդ տեսակ հայտարարություններ են անում ամբողջին կառավարելու ըստ էության ընտրապայքար վարելու համար։ Ես սա դիտում եմ հենց այս տեսանկյունից։ Պարոն Հակոբյան, իսկ Թրամփի հայտարարությունը արդյոք չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի վիճակը քաղաքականապես իրականում լավ չէ, փորձում են այսպիսի հայտարարություններով նրան պահել իշխանության։ Իհարկե, ես մի բան չասեցի, այդտեղ որ խոսեցի Տրամփ-Պուտին հարաբերությունների մասին, որ իրականում դրանք են։ Հիմա տեսեք, մի կողմից Պուտինի արած եւ Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները ԵԱԶ-ի հետ կապված եւ այսօր Աստանայում այդ որոշումները, որ պետք է կայացնեն, դա ճնշում է, չէ, ինչ որտեղ Հայաստանի, ոչ թե Հայաստանի, այլ հենց Փաշինյանի եւ ԿՊ-ի վրա։ Այսինքն այն հայտարարությունները, որոնք Ռուսաստանն է անում, որ ճիշտ է հայերը մեր եղբայրական ժողովուրդն են, էսեն են եւ այլն, բայց բանն է, որ մենք չենք կարող Հայաստանին, որը ընտրել է ճանապարհ դեպի Եվրոպա, մեր ինչ են ասում, հարկ վճարողի հաշվին գազայժան տան կամ անհամատեղելի է, ՀԱՏՄ-ն եւ Եվրամիություն։ Հիմա ամեն ինչ որ դնենք մի կողմ, անկախ նրանից դու դա ճիշտ ենք համարում, ճիշտ չենք համարում, դա ճնշում է, չէ՞, այս իշխանությունների վրա, որովհետեւ այս իշխանությունները այդ ընտրությունն են կատարել։ Այսինքն գնում են Եվրոմիություն։ Եվ Պուտինը այդ առումով իր Ռուսաստանը այդ առումով իր դիրքորոշումն է հայտնում։ Դրա հետ զուգահեռ միանգամից ըստ էության թե Հայաստանի խնդրանքով, թե ուղղակի այդ մրցակցության դաշտը հաշվի առնելով Թրամփն էլ այդ տեսակ հայտարարություն է անում պաշտպանելու համար, որովհետև նրա համար այդ մոմենտը, այդ միջանցքի պահը կարևոր է եւ քանի որ դիմադրող չի, ասենք թե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այդ ծրագրերին, ինչպես օրինակ 2000-ական թվականներին կամ 90-ականի վերջերին, չէ, այսինքն Քոչարյանի ժամանակ, դա իրեն ձեռք է տալիս,
որովհետև երկար ժամանակ Հայաստանը այդ իր ընտրությունը ուներ եւ չէր գնում դրան։ Հիմա արդեն իհարկե ամեն կերպ պետք է Փաշինյանին ու ԿՓ-ին օժանդակել, որ իրենց այդ ծրագրերը գոնե մի քանի տարի է Տրամփ ընդամենը 3 տարվա հաշվարկ ունի։ Նույնիսկ ես կասեի շատ ավելի քիչ, 1 տարվա։ Որ այդ ծրագրերը իրականացնի եւ հենց հիմա այդ օժանդակությունը իրենք գտնում են անհրաժեշտ, որպեսզի իրենց ոչինչ չխանգարի։ Պարոն Հակոբյան, իսկ եթե այս գործընթացներին ավելի այսպես լայն պատկերի մեջ նայենք, հաշվի առնելով այս ամսվա ընթացքում թե Տրամփի այցը Պեկին, Չինաստան եւ հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ եւ դրանից մեկ շաբաթ անց Ռուսաստանի նախագահ Պուտինը գնաց եւ այնտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ընդունվեց հռչակագիր բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին։ Եթե այս համատեքստում պատկերի մեջ նայենք այս գործընթացներին եւ հարավային Կովկասում տեղի ունեցողին, ինչ կստացվի։ Դե դա ստացվում, որ փաստորեն այդ պայքարը գնում է, դա ամեն անգամ մենք էլ ասում ենք, որ աշխարհը փոխվում է։ Ճիշտ է, շահերը մնում են նույնը, հիմնական շահերը, աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, խոշոր տերությունների, բայց հարաբերությունները փոխվում։ Այն որ խորհրդային միության փլուզումից հետո աշխարհը միաբևեռ էր դառել, երկար չդիմացավ։ Հնարավոր չէր այդ տեսակ միջազգային հարաբերությունները կարգավորել։ Հիմա այդ պայքարն է գնում։ Եվ այդ պայքարի մեջ նորից եմ կրկնում, ինչ որ գաճաճ պետություններ, ժողովուրդներ, այդ որ այդ տոնածառային խաղալիքային բաներով են զբաղված են, այդ ամեն ինչը, գիտեք, շատ խղճուկ տեսք ունի, չափից դուրս խղճուկ տեսք ունի։ Եվ ասել են, կարծեմ, անցած հաղորդմաններ, որ այդ տեսակ պետությունների համար, փոքրիկ պետությունների, շատ կարևոր է, որ այդ պետության ղեկավարությունը տեր կանգնի, պահպանի, որովհետև նայեք, այս բախումների մեջ, եթե սրվի այդ խոշոր պետությունների միջև հարաբերությունները բազմաբևեռային աշխարհ ձևավորելու համար, կարող են պետություններ անհետանալ, կարող են ժողովուրդներ վերանալ, ինչպես դա եղել է, ասենք Հռոմի ժամանակին, կամ չգիտեմ, առաջի համաշխարհային պատերազմներում եւ այլն, կարող են նոր պետություններ առաջանալ, ինչպես օրինակ առաջին համաշխարհային պատերազմից հետո, դե իհարկե դա էքսպերիմենտ էր բոլշևիկյան, տրոցկիստական, առաջացան պետություններ, որոնք ընդհանրապես ոչ մեկի գլուխը չէր մտնում, որ նման բան կարող է լինել։ Ավելին հայտարարվեցին ժողովուրդներ ինչ-որ նոր անուններով, որոնք շատ դժվար է ասել, թե որպես այդպեսին գոյություն են ունեցել։ Այսինքն եղել են, բայց ուրիշ բանով, ուրիշ ինքնա, այսպես ասած, ճանաչման ձևով, ուրիշ անուն են կրել եւ այլն, մեկ էլ հանկարծ հայտնվում է Ադրբեջան, որը միշտ դիտել են որպես կովկասյան թաթարներ, այսինքն թաթարական արշավանքների մնացուկ, չէ՞, կամ Ուկրաինա, ասենք թե ըստ էության էլի պարզ է մարդիկ եղել են, ասենք արևմտյան այդ այսօրվա Ուկրաինա կոչված տարածքում եղել է ժողովուրդ, որը ճիշտ է ցանկումով նույն Կիևյան Ռուսիայից է, բայց փոխվել է, լեհերի հետ է խառնվել, թաթարների, թուրքերի, չգիտեմ, ավստրո-հունգարիական կայսրության մեջ ինչ որ նոր հանրություն է ձևավորվել, որոնք իրենց սկսեցին չգիտես ինչի անվանել Ուկրաինա։ Լեհերի դրած այդ տարածքի անունով Ուկրաինա իսկ ծայրամաս, Լեհաստանի ծայրամասը վերցրել են այդ անունը։ Այսինքն այդ տեսակ բաներ է լինում։ Հիմա նույնպես այդ վտանգը կա եւ զարմանալի է, որ կարող է այն ժողովուրդները, ազգեր ու պետությունները, որոնք հազարամյակներ են գոյություն ունեցել, հարյուրամյակներ եւ այլն վերանան եւ առաջանան լրիվ նոր։ Այս վերջի դեպքերից մեկը Կոսովոն է, չէ՞։ Կոսովոյի ալբանացի, դա ինչ պետություն է, դա ինչ ժողովուրդ է, ովքեր են, այսինքն նույն ալբանացիներն են, իսկ ալբանացիները ովքեր են։ Մահմեդականություն ընդունած աջակցեց նրանց ինքնորոշման ու անկախությանը, բայց իհարկե Արցախի օրինակով մենք գիտենք դե հիմա էսը, եթե մենք ուզում ենք հասկանալ մեր ապագան տեսնել, այլ ոչ թե այսօրվա օրով ապրել եւ ուրախանալ, որ Թրամփը ասել է MAGA կանենք, բայց made Armenian great again, ինչ ասեմ։ Մի անգամ իդետ փորձել են պատմության մեջ այդ անել։
Միացյալ Նահանգները 18 թվականի հայտնի Վիլսոնի հետ ծրագիրը, քարտեզը, որ գծել էր, բայց այնքան հեռու էր Միացյալ Նահանգները, շահերը այնքան անորոշ են եւ այլն, որ ոգևորվեցին հայերը, արեցին են, բայց դա եվրոպացիները թույլ չտվեցին իրագործելու, որովհետեւ կար Մեծ Բրիտանիայի ծրագրերը, ոչ թե քրիստոնյա Հայաստան հայկական պետություն պատրաստել, այլ օրինակ Ադրբեջան պետություն ստեղծել կամ Թուրքիան նորից, որովհետև նրանց համար Թուրքիան հակառուսական ուժ էր, կարևորը դա էր։ Պարոն Հակոբյան, եթե բազմաբևեռ աշխարհը ձևավորում, ինչպես հիմա շատ է ընդունված, շատ հաճախ են դրա մասին խոսում։ Առաջ ասենք հասկանալի էր Հայաստանը, որ կողմին է հարում, հա, կամ որ ընդհանուր տարածության անվտանգության ռազմաքաղաքական դաշինքի մեջ է, դեպի որ բևեռը կտանի ձեզ Նիկոլ Փաշինյանը, եթե իհարկե շարունակի իշխանաբարել, կառավարել Հայաստանում, կամ որ բևեռին պետք է արի Հայաստանը։ Ախր գիտեք, այդ բևեռ ասածը դա որոշակի նշանակություն ունի, ոչ միայն պատմական կապերի բանի իմաստով, այլ տնտեսական, ռազմաքաղաքական։ Այսինքն ուժերի հարաբերակցության հետևանք է։ Բևեռը ընտրում են ոչ թե դրանց սիրելով կամ չսիրելով, հասկանում եք։ Այդ պատմականն է, ասեն դուք հա ռուսների հետ պատմական շատ կապեր եք ունեցել, բայց դա չի հիմնական պետության հետ հարաբերություններում, այլ ոչ թե ժողովրդների։ Կարևորը այն ուժն է, թե տնտեսական, թե ռազմական, քաղաքական, որ մագնիսի պես քեզ պահում է իր դաշտում։ Հիմա եթե դուք էմոցիոնալ, պուպուշ բանի հետևից ընկնելով, տոնածառի խաղալիքի ժողովրդով, քանի որ գնացել եք ինչ-որ սրճարանում եք նստել, ինչ-որ բան եք տեսել, չէ, մենք ուզում ենք Եվրոպա, մեր ազատ ընտրությունը եւ այլն։ Չէ, այստեղ տարանջատ ենք, այստեղ Փաշինյանի իշխանության շահերը ուրիշ են, կարծում եմ պետության շահերը միանշանակ ուրիշ են։ Այսինքն քո պետության շահը կապված է իմ ասած այդ գործոններից եւ այստեղ դու ոչ թե էմոցիոնալ սիրել չսիրելով պետք է մոտենալ, այլ այն պայմաններով, որ որոշում են այդ գործոնները։ Այսինքն որ պայմանը դու որպես պետություն կարող ես գոյատևել, գոյություն ունենալ, թե ոչ։ Այս է ամենակարևոր հարցը։ Եվ կարելի է համբերել, որ ասենք այդ նման մտածողների շատ, որ երեխաս չգնա Եվրոպա կամ էսկո մենքով, համբերեք հետո գնա, կամ հանուն ձեր քո պետության այս անգամ մի գնացեք էլի։ Այսինքն տուրիստական։ Այսինքն տուրիստի նման, տուրիստի ընտրություն է դա, հասկանում եք, ոչ թե քաղաքական գործիչի, այլ տուրիզմ սիրող մարդու ընտրություն է, ինչ որ ժամանակ լավ անցկացնելու։ Եվ այդ բևեռները վերջին հաշվով պետք է նաև հաշվի առնել, բևեռ կա, որ քանդվում է, չի մնում։ Ավստրո-Հունգարիան էլ էր բևեռ, Օսմանյան կայսրությունն էլ էր բևեռ, փլուզվեցին։ Եվրոպան կարող է նոր բևեռ դառնալ, կամ առանձին եվրոպական։ Դե գիտեք, Եվրոպայի վիճակը այդ առումով շատ վատ է։ Այսինքն դերակատարությունը թե ռազմական մանավանդ եւ թե նույնիսկ տնտեսական նվազում է։ Այսինքն այսօր բոլոր եվրոպացիք այսօր խոսում են այն մասին, որ արդեն Եվրոպան բևեռ չի։ Նրանք նույնիսկ եվրոպացի քաղաքական գործիչների մասն է խոսքը, հայտարարում են, որ Եվրոպան դառել է մենյու, այլ ոչ թե սեղանի շուրջ նստած պատվիրող, այլ հենց մենյուն, գնում է դրան։ Որովհետև պատերազմից հետո 60-ական թվականներից սկսած, երբ որ այդ վեցնյակը առաջացավ, Եվրոմիություն եւ այլն, փաստորեն քանի մոտ 40-50 տարի Միացյալ Նահանգների այդ պաշտպանական բանի շնորհիվ, չէ, երաշխիքների, զենքի շնորհիվ եւ տնտեսական օգնության եւ ռուսական ռեսուրսների շնորհիվ նավթ, գազ եւ այլն եւ շուկա Եվրոպան ուղղակի դարձավ իսկապես դրախտային վայր, շատ զարգացավ եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ կորցրեց գնալով իր ռազմաքաղաքական նշանակություն, հա տնտեսական ուժեր, բայց արդեն 90-ական թվականներից ամեն ինչ գցեցին Միացյալ Նահանգների վրա եւ իրենք զբաղված էին վայելելով միայն։
ասենք մեկ-մեկ գնում էին ջունգլիներ, ման էին գալիս էին, բայց հիմնականում իրանց դրախտում երջանիկ ապրում էին։ Հիմա դա վերջացավ։ Պարոն Հակոբյան, բայց եթե նորանկախ Հայաստանի առաջին տասնամյակներին եւ հատկապես մինչեւ Սաակաշվիլու գալը, իհարկե 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանը էլ ավելի ամրապնդվեց Հարավային Կովկասում, Հարավային Կովկասը կամ ինչպես այն ժամանակ էին կոչում այսօր Կովկասը, ռուսները Անդրկովկաս, այսպես իներցիայով դիտվում էր որպես հետխորհրդային տարածք կամ ռուսական ազդեցության գոտի։ Հիմա բավականին այսպես հակասական է ու անորոշ է այս առումով, թե Հարավային Կովկասը ազդեցության որ գոտու մեջ է մտնում։ Ինչ պետք է հասկանանք սրանից, թե Հայաստանը եւ ընդհանրապես տարածաշրջանի ազդեցության որ գոտու մեջ է մտնում, եթե տեսնենք կողքից ուժեղացող Իրան, Թուրքիա, որը իրեն դիրքավորում է այսպես թյուրքական պետություններին միավորող եւ փորձում է գլոբալ դերակատար դառնալ։ Շատ կարևոր հարց է դա։ Հիմա ասել թե որ գոտում է, երբ որ թուրքերը եկան եւ Ադրբեջանում չեն ասում կենտրոն բացեցին մոնիտորինգի թե ինչ, այդպես էր կոչվում։ Եվ ռուսական մամուլը ասում էր թե այ մենք այսպես արինք, կագնեցրեցինք, բան չթողեցինք, որ պատերազմը զարգանա եւ ես պետք է ասեմ, որ այդտեղ հոդված կոչվում էր իմաստերն էր, որ այսինքն դուք լավ բան եք ընդունում, ժպիտ բան, դեմք բավարարված, բայց իրականում դուք գիտեք, որ ձեզ արդեն մի քայլով դուրս են գցել, որովհետև դուք համաձայնվել եք, որ թուրքերը Ադրբեջանում մոնիտորինգի կենտրոն բացել։ Այսինքն դա առաջի դեպքն էր, որ թուրքերը օֆիցիալ ռուսների համաձայնությամբ Հարավային Կովկասում մոնիտորինգային կենտրոն Ռուսաստանը այսինքն սկսեց կիսել տարածաշրջանը Թուրքիայի հետ։ Այդ ժամանակ հիշեք, որ նոր Սիրիան սկսել էր եւ շարունակվում էր, հիշում եք թուրք-ռուսական հարաբերությունների սրումը, ինքնաթիռներ խփել եւ ըստ էության ռուսները զիջման գնացին, գուցե սրտներից, ինչպես ասում են, արյուն էր կաթում, բայց զիջման գնացին հանուն որոշ բաների։ Այդ ժամանակ դեռ ռուսական բանակը պատրաստ չէր։ Սիրիայում նոր սկսեց այդ փորձարկումները։ Հանուն Սիրիայի զիջման գնաց, հետո Սիրիան էլ գործեց։ Այո, որովհետև այսինքն ուժերը հերիք չարեց։ Այդ օրվանից սկսեց խառնվել իրավիճակը։ Հիմա երբ որ խոսում ենք այս դեպքերն է որ եղավ Միացյալ Նահանգները, Թրամփի միջանցք եւ այլն, սա պատերազմ էլ չեմ ասում, այսինքն եթե Թուրքիայի նախագահան գալիս է Շուշիում միջոցառումներ է անցկացնում, չգիտեմ, էս է անում, այն է անում, զինում է եւ այլն, սա ինչ է նշանակում, որ Հարավային Կովկասում այսօր Ռուսաստանը տիրող ուժ չի ամբողջական։ Դրա համար էլ, ասենք, Ռուսաստանը ստիպված է որոշ կոմպլիմենտներ անել Ադրբեջանին, թուրքերին, նույն Փաշինյանին, հասկանում եք, երկար 8 տարի կոմպլիմենտ էին անում, որ պահեն մի քիչ իրավիճակը, որ լրիվ դուրս չպրծնի, որ դրանք դուրս չգան արդեն բացահայտ Ռուսաստանի դեմ։ Հիմա այս վիճակն է, բայց նայեք, երբ որ մենք խոսում ենք Հարավային Կովկասում այսօր սկզբից ասում ենք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև մրցակցության զարգացումը, չէ՞, սրանք միջանցքի տեսանկյունից, ռուսները մեկ այլ տեսանկյունից, մենք չպետք է մոռանանք մի բան, որովհետեւ հա, մի խոսքով կարելի է այսպես վերանալ ամեն ինչից եւ ասել, ինչ վատ է, որ ասենք Միացյալ Նահանգների հետ մենք համագործակցենք։ Եթե մարդիկ Ես ասում են, զարգացնում են, մագ են անում հայկական եւ այլն, ինչ վատ է, դա ընտրությունն է։ Այսինքն դրա համար դու չես կարող մեղադրել քո բանին, հակառակորդին քաղաքական։ Մարդը առաջարկ արել։ Բայց այդ դեպքում, եթե չլիներ մեկ այլ հարց, հասկանալի է, գուցե մենք ասենք, որ դե սխալ է, որտեվ Ամերիկան հեռու է, Ամերիկան լուրջ շահեր չունի, մինչև վերջ չի գնալու բան, այդ տեսակ վեճ լիներ։ Մյուսներն ասեն, ոչ, վերջապես Ամերիկան կօգնի, Եվրոպան է, Հայաստանը կդառնա այսպես, այնպես։ Բայց մոռանում ենք, որ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Չինաստան հարաբերությունների մեջ մեր մանավանդ Մկրատով կտրտած այդ Հայաստանի համար կա այլ հարաբերություն է։ Այսինքն
իհարկե, այսինքն ոչ թե հարցը այս փոքրիկ Հայաստանի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունն է կամ Ռուսաստանի հետ հարաբերությունն է, այլ այս փոքրիկ Հայաստանի պարտադրած վերջնագիր պարտադրած Ադրբեջանի եւ Թուրքիայի, այսինքն Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունների մեջ մինչև Հայաստան հասնելը կան թուրքական շահեր եւ կա ադրբեջանական շահեր եւ չասեմ ավելացնեմ ավելի շուտ նաեւ որ կա Իրանի գործը հիմա եթե դուք Միացյալ Նահանգների հետ ինչ որ գործ եք բռնում կամ ռուսների հետ ինչ որ գործ եք բռնում այսօր դուք չեք կարող փոքրիկ Հայաստան մենք էլի չենք կարող հաշվի չառնել այդ գործոնը որովհետև եթե դու ուլտիմատում ես ստորագրել եթե դու այդ սահմաններդ գծում ես այնպես ինչպես որ քեզ թելադրում են եթե դու չես կարողանում շղթել նրանց հավակնությունները ընդհանրապես Հայաստանի տարածքի վրա խոսքս արևմտյան Ադրբեջանի մասին է այսինքն դու ազատ չես ինքնիշխան չես կառուցելու քո հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կամ Ռուսաստանի հետ չգիտեմ ես պարզ բացատրեցի թե չէ որպեսզի ռուսալ դիտողն էլ հասկանա այսինքն եթե քո արտաքին քաղաքականությունը քո լինել չլինելը թելադրվում է այս երկու պետությունների հիմնականում Թուրքիայի նույնիսկ կողմից ապա դու չես կարող առանց դա հաշվի չառնելու ռուսների կամ ամերիկացիների հետ հարաբերություններ Պարոն Հակոբյան, ավելորդ չի լինի թերևս հիշատակել վերջերս ամերիկյան Ատլանտիկ Council ուղեղային կենտրոնի փորձագետները հոդված էին հրապարակել կոչ անելով Թրամփի վարչակազմին մեծ գործարք կնքել Ադրբեջանի հետ, որ այսպես էր ձևակերպում բանաձևը հետևյալներ զենք վաճառելու արգելքի վերացման դիմաց Ադրբեջանը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, այդ թվում հիշատակվում էր հայ գերիների հարցը։ Դե այդ երբ էր որ Փաշինյանը խոսեց, չէ, որ մենք ամեն օր մտածում ենք բան, դրա հետև արգոսնախարարն էլ գերիների մասին հարցը։ Այսինքն արդեն ամերիկացիք, որ այդ հարցը արդեն իրանց տեսանկյունից Ադրբեջանի հետ հարաբերություն դնում են, նոր մեր իշխանությունները սկսել են մտածել գերիների մասին։ Հիմա այստեղ հետաքրքիր հասկանալ, թե որքանով են Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը համընկնում կամ հակասում։ Արդյոք բոլոր հարցերում համընկնում են։ Չէ, իհարկե բոլոր հարցերում չեն համընկնում, ես միշտ ասել եմ, որ հատվածային տակտիկական իմաստով, այսինքն եթե դու այդ միջանցք ուզում ես անես գնաս հասնես Միջին Ասիա եւ այլն եւ ճանապարհին կարող է կռիվ տաս ռուսների հետ, Իրանի հետ եւ այլն Թուրքիան, որը ոտքով, գլխով պարտք է Միացյալ Նահանգների, ուղղակի իմաստով հսկայական 1946 թվականից սկսած, չէ՞, եւ ուզում եք ասել, ոչ միայն Միությունը պիտի հարցակվի, ՆԱՏՕ մտնելով, այսինքն ֆինանսապես տրիլիոններով, այսինքն ամբողջ Թուրքիան որ վաճառես, այդ պարտքը չես կարող տալ։ Այդ Թուրքիան այդ վիճակում է։ Այսինքն Միացյալ Նահանգները Թուրքիային այդ առումով էլ օգտագործելու են այդ մեծ նպատակները, որի մասին խոսում ենք, բայց ես վստահ չեմ, թե հետագայում, այսինքն նրանք թույլ կտան կամ այդ ընթացքում, որ Թուրքիան էլ իր, ինչ են ասում, պանթուրքիստական շահերը խաղացնի, այդ մասին էլ ենք խոսել։ Եվ ասել ենք, որ երբեք Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Իսրայելին մանավանդ ձեռք չի տալիս, որպեսզի Թուրքիան դառնա մերձավոր արևելքում ուժեղ տերություն։ Հայ օգնել, ասենք թե զինվոր բան տանկ ուղարկել այս Ադրբեջան, Հայաստան գրավել Միջին Ասիա դուրս գալ Չինաստանի դեմ կամ Իրանի, հա, բայց դրանից հետո նրա բաները սահմանափակվում են, ցանկությունները, այսինքն այդ առումով չէ։ Բայց Միացյալ Նահանգները այսօր հիշում եք նաև թե Տրամպը դե դրա ոչն է բանին համեմատեց Էրդողանին մակեդոնացու հետ չէ թե գրեց այ դու ես Կոնոման տղա չկա էլի հա դե բիզնեսմեն է մարդը մեզ շահում է էլի պրյանիկ է տալիս էս անում այս հարցերը լուծելու բայց իհարկե դա չի նշանակում որ
ռազմավարական շահերը համընկնում են։ Մարտավարական, հա, ռազմավարականը չէ, այդ մի կողմից։ Երկրորդ կողմից, եթե Միացյալ Նահանգների պես հզոր պետությունը այդ տեսակ գործ է բռնել մեծ մակարդակի, դա հասկանալի է, բայց եթե խոսքը գնում է օրինակ Հայաստանի հանքերի բանի, այստեղ արդեն թուրքերը հարցեր ունեն։ Կոպիտ ասած հումորի մի քիչ տեսանկյունից Ալիևը կարող ասի, ես դուք ով եղաք, որ արևմտյան Ադրբեջանի հանքերը վաճառում եք կամ տալիս եք ամերիկացիներին։ Այսպես կոչված։ Այո, այդ մենք ենք որոշելու։ Այսինքն եւ Միչանսկի հարցում նրանք համոզված են եւ ամեն ինչ անել են, որ Միչանսկը մերն է Թուրքիայի, Ադրբեջանի միջև։ Գուցե թույլ տանք Միացյալ Նահանգները օգտագործեն, բայց այդ Միչանսկը մերն է։ Ձերը չի, ոչ էլ Միացյալ Նահանգներին է։ Այս մոմենտը կա, այսինքն այս առումով Հայաստանին արտաքին քաղաքականություն վարելու դաշտ չի մնում, չկա, մանավանդ որ իշխանությունները այդ չեն էլ ուզում, չեն դիմադրում այդ մարդիկ։ Պարոն Հակոբյան, իսկ ինչ կարևորություն ունեն առաջիկա ընտրությունները մեր պետության եւ ազգային շահերի տեսանկյունից, համաձայն եք արդյոք ընդդիմադիրների հետ, որ այս ընտրությունները կարող են ճակատագրական լինել։ Իհարկե համամիտ եմ, որտեղ իսկապես հիմա տեսեք 3 ամսի 28-ին մենք նշում էինք իսկական հանրապետության օրներ, Սարտարաբադ։ Իհարկե այստեղ նախընտրական բնույթ էր կրում այդ բան, բայց մենք պատմականորեն որ հիշում ենք 18 թվականի Սարտարաբադը, զարմանալի բաներ են մտքիդ գալիս, որտեղ մեր լինել չլինելու հարցներ։ Նախ մտածում ես, որ այսօր նույն վիճակին ենք։ Այսինքն 100 ինչքան 8 տարի հետո փաստորեն մենք եկանք այն վիճակին, որ նորից Սարտարաբադում թուրքերը կանգնացեն։ Այս պահը կա։ Եվ ինչ իրավիճակ է։ Հիմա եթե մենք նայում ենք 1918 թվականը, մենք տեսնում ենք, որ այդ ժամանակ մեր ազգը էլի սարսափած էր, վտանգված էր, Եղեռնից հետո այդ վիճակը եւ այլն, բայց ուժ գտավ իր մեջ եւ պաշտպանեց։ Եվ այստեղ հետաքրքիր զուգահեռ, եթե ասենք կարդացել են մարդիկ գիտեն 18 թվականին մեր կաթողիկոսը Գևորգ 5-րդը ահա որ մեծ հոգևոր ուժի տեր մարդ էր։ Եվ երբ որ ասենք մեր զինվորականները, դե պետություն չկար դեռ այն ժամանակ, հավաքվել էին ասենք Արամ Մանուկյաններ, ուրիշ գործիչներ, ազգային խորհուրդը եւ այլն որոշում էին ինչ անեն, ռազմավարական բաներ, որ այ քաշվենք այս ինչ տեղը մինչև էսեն բան, Գևորգ 5-րդը ասաց, որ ոչ։ Եվ Գևորգ 5-րդին փրկելու համար խորհուրդ էին տալիս Էջմիածնից դուրս գալ։ Եվ նա կանգնեց, ասաց ոչ։ Ասաց, եթե ես ունեմ այն ժողովուրդը, որ պատրաստ չի պաշտպանելու իր հոգևոր կենտրոնը, Էջմիածինը, իր հավատքը, էլ այսինքն ապրելը ինչ իմաստ ունի։ Ես պատրաստ եմ զոհվելու։ Եվ ես հիշեցի Իրանի հոգևոր առաջնորդին, որը ըստ էության նույն իր կյանքի գնով, իր սկզբունքով, իր հավատքով կանգնեց, փաստորեն զոհվեց, որ ժողովրդին ոտքի հանի եւ պաշտպանի։ Եվ դեռ այսօր շատ մոտ ենք այդ իրադարձություններին, չի երևում նահատակության։ Այո, փաստորեն այդ նահատակությամբ Իրանին այնքան ուժ տվեց ու ոտքի հանեց, որ մինչև հիմա Միացյալ Նահանգների նման հզորագույն պետությունը չի կարողանում դիմակայել։ Այդ նույն բանը Գևորգ 5-րդ կաթողիկոսը արեց, որտեղ իր օրինակով ոնց ասեմ, արդեն խղճի խայթով բազմաթիվ հայ իսկ արևելյան հայերին դուք այդպես մի նայեք, նույն այս հոգեբանությամբ են, ընչի կռվենք, թող ռուսները գան կռվեն, գնանք ռուսների հետ, մենք էս ենք ենենք, ոտքի չէին կանգնում, հիշում եք Սարոյան եղբայրներում, որ հացը չէր տալիս։ Մենք թուրքի դեմ կտրող չենք տղա ջան, ասում է։ Այ այդ հոգեբանությունն էր, բայց Գևորգ 5-րդի օրինակը ոտքի հանեց շատ մարդկանց, թե
ցեղասպանությունից փախած եկած հայերի, թե ռուսական բանակում ծառայած սպաների, թե սովորական ժողովրդից եւ ըստ էության տեսեք նույն հարաբերակցությամբ, երբ որ նայենք Իրան, Միացյալ Նահանգներում, Հայաստան, որը դեռ պետություն է, չի ցեղասպանություն տեսած, սոված, տիֆ, այն ամեն ինչը կարողացավ հաղթահարել թուրքական բանակը, որը մեր համեմատ հզորագույն ուժ էր, գուցե ավելի քան թե Միացյալ Նահանգները Իրանի։ Այսօր այդ հարցն է։ Հիմա երեք ես որ նայում եմ այդ ամեն ինչը, իմ մոտ հարց առաջան։ Այսօր մենք պատրաստ ենք փաստորեն այս վիճակում նորից, այսինքն այն ուժը գտնել մեր մեջ, այն մեր ճղճիմ ցանկությունները, ինստինկտները բավարարելու փոխարեն, գոնե մի քանի ամիս չբավարարենք էլի, մի քանի ամիս քաբաբ չուտենք լավ, գինել չխմենք էդ էլի, սովորական հացպանիր ուտենք, բայց մեր պետության շահերը պաշտպանենք։ Այսօր այդ հարցն է։ Եվ այստեղ արդեն ոչ ոք չի կարող ոչինչ անել։ Ինչպես կաթողիկոսն է ասում, չէ, եթե այդ ժողովուրդը պատրաստ չի ինձ պաշտպանելու, իր հավատը պաշտպանել, ինչ իմաստ ունի։ Եթե դուք արժեքները էջմիածինը չես պաշտպանում, էլ ինչ իմաստ ունի, ապրել, չապրել, Ամերիկայի հետ պայմանագիր կնքել, թե էս անել են անել։ Տեսեք, մենք շատ հետաքրքիր պատմական զուգահեռներ ենք անում 1918 թվական, 1920 թվականներից ենք խոսում, հիշում ենք բոլշևիկյան քարոզային ժամանակ էլ մարդկանց այսպես ապակողնորոշում էին, ուղեղները լվանում էին, որովհետեւ թուրքերը այնպես չի որ թշնամիներ են, այսպես ասած եղբայրներ եւ հիմա էլ կարծես թե այսպես ապակողնորոշում են ժողովրդին։ Ռևկոմն էր, այն ժամանակվա բոլշևիկներն էին, ու թիկունքում Տրոցկի եւ ռուսական բոլշևիզմը, դա ռուսական պետությունը չէր։ Հիմա էլ նեոբոլշևիկներն են, ինչ տարբերություն։ Ախր գաղափարախոսություն էլ ենք խոսել այդ մասին։ Այս նեոբոլշևիկների, այսինքն լիբերալ գլոբալիստների հիմքում ընկած է տրոցկիզմը, որը մի քանի անգամ է գլուխ բարձրացրել։ Եվրոպայում օրինակ 68 թվականի բոլոր այդ ուսանողական շարժումների հիմքում տրոցկիստական գաղափարներն էին, որը Ամերիկայի ինստիտուտներում մշակում եւ տարածում էին։ Տրոցկու նկարներն էին ողջ Փարիզում, Սորբոնի համալսարանում, այդ ցույցերի, միտինգների ժամանակ Տրոցկի նաեւ Մաո Ձեդուն, բայց հիմնականում Տրոցկին էր։ Եվ լոզունգները գրած ամբողջը Տրոցկու, որ ավելի լավ է վառվել համաշխարհային հեղափոխության կրակում կամ այս կոմենկոմ, այս ամեն ինչը հիմա նույնն է։ Իսկ Տրոցկին Բրեստ-Լիտովսկը ստորագրողն ու փաստացի Ռուսաստան հանձնող էր։ Տրոցկին դեմ էր Բրեստ-Լիտովսկին, որովհետև չէ պատվիրակությունը այնտեղ։ Տրոցկին սկզբից դեմ էր, ինքը գնաց եւ չստորագրեց պատվիրակության մեջ, դա արդեն պատմական բան է, դրան չշեղվենք, Տրոցկին չէր կարող կողմ լինել, որովհետեւ Տրոցկին կողմ էր պերմանենտ հեղափոխության։ Այսինքն շարունակական հեղափոխության որն է պատերազմի, որ սոցիալիստական հեղափոխությունը, որը ըստ էության ինքը ծրագրեց այդ հոկտեմբերի 27-ին եւ արեց տարածի Եվրոպայում։ Էս էր եւ դրա համար Լենինին քննադատում էին, բան Լենինը հասկացավ, որ պետություն է կորցնում, եթե ընկնի Տրոցկու խելքին, եւ ինքը պարտադրեց, ստորագրեցին եւ հիմնական զոհը Բրեստի պայմանագրի հենց այս խեղճ Հայաստանը դարավ, որը նոր դեռ պետություն չուներ, Սարդարաբադ էր եւ այլն, եւ թուրքերը, որ կորցրել էին Եփրաթից սկսած մինչեւ Ղարս եւ այլն տարածքները, հաղթեցին Երզնկայի զինադադարի։ Հա, եկան գրավին, հետո որ հետ էին գնում։ Ուրեմն թալանել է մինչեւ այդ բանի Քաչազնունու հուշերում է, թե ինչ է, այսինքն նույնիսկ այն ճղված պարկերը կամ ինչ-որ գերանի կտոր եւ այլն այդ թալանը տարել են ամբողջը Ղարսից, որ սկսեցին հետ գնալ։ Մի խոսքով էս եւ այն ժամանակ պատկերացնենք էլ այդ իրավը թուրքերը արդեն մայիսի 15-ին եկել էին Ալեքսանդրապոլն էին գրավել եւ սկսեցին Բաքու, գնում են դեպի Բաքու, Ղարաքիլիսա եւ դեպի Եվ ով էր այդ ուղղությունը տալիս, ով էր ասում թե ինչ պետք է անեք, ինչ եք գնում Բաքու, ինչ եք պահանջում Ադրբեջան ստեղծել, բրիտանական, այսպես ասած, քաղաքական գործիչները կամ հետախույզները։ Իսկ այդ պահին Բաքվում բավական հետաքրքիր իրավիճակ էր, եթե ես ճիշտ եմ հիշում։ Դե այսօր էլ է հետաքրքիր, էլի 100 քանի տարի անցել, 8 տարի եւ այլն, առաջի համաշխարհային պատերազմը կիսատ մնաց։
Այն գունավոր հեղափոխությունը, որ արեցին Պետերբուրգում, Ռուսաստանում, եւ ռուսներին դուրս դրեցին Անտանտայից, դա բերեց նրան, որ առաջին համաշխարհային պատերազմը հարցերը չլուծեց մինչև վերջ։ Եվ տեսեք, օրինակ Վիլսոնին թվում էր, թե մինչև վերջ է պետք լուծել եւ Հայաստանն էլ քարտեզ էր գծում, մասնատում էին Օսմանյան կայսրությանը։ Բայց բրիտանական կայսրությանը ձեռ չէր տալիս, որ հիմնական բռունցքը Ռուսաստանի դեմ, որը քանի 100 տարի իրենք օգտագործել են Թուրքիան, քանդվի։ Դրա համար նրանք այդ Թուրքիային էլ պահեցին, պետությունը ճիշտ է Օսմանյան կայսրությունը մասնատվեց, բայց Թուրքիայով, Միջին Ասիայով եւ բանով այդ ամբողջ գաղափարներից Տրոցկին շատ մոտ էր։ Իմիջիալոց Լոնդոնում շատ հայտնի գործիչների հետ եւ այլն, ինչպես նաեւ Գերմանիայում։ Այնքան է դա փոխկապակցված, այս խեղճ Հայաստանում ինչ որ սարերում ապրող բանման պատկերացում չունեին, ոչ Տրոցկուց, ոչ բանից։ Գոյություն ուներ բոլշևիկների քարոզչություն, որ դաշնակները ձեզ թալանում են, պատկերացնում եք 18 թվին եկել է իշխանության, թալանելու բան չկա, խոսում էին թե Արամ Մանուկյանը կամ մյուսը կաշառակեր են, նույն։ Մարդ, որ մահացավ չքավորության մեջ տիպից։ Նույն ոճով այդ էին անում եւ պետություն էին քանդում։ Այդ նոր Հայաստան, հին Հայաստան չէ, այդ գաղափարները այն ժամանակ եկան։ Սահմաններ չկա, թուրքերը մեր եղբայրներն են, համաշխարհային հեղափոխությունը կհաղթի։ Այսպիսով ամփոփելով մեր թեման, պարոն Հակոբյան, եւ փորձելով հասկանալ ադրբեջանա-թուրքական վտանգի ամբողջ չափն ու իրական աստիճանը, երբ մենք խոսում ենք խաղաղությանից, մենք չենք խոսում, իշխանություններն են խոսում, մենք փաստորեն արձանագրեցինք, որ Ադրբեջանը ուլտիմատումներով է Հայաստանի հետ խոսում եւ Հայաստանի ներկայ իշխանությունները ասում են, որ տեսեք, եթե հանկարծ գաք իշխանության ու համարձակվեք մի կետ, մի ստորակետ փոխել այս բանում, խաղաղության համաձայնագիր կոչվածում, որը ստորագրված չի կամ չկատարել Ադրբեջանը այսինչ պահանջը, Ադրբեջանը կարող է հարձակվել։ Այսինքն մենք խաղաղության հետ գործ չունենք, չէ՞, այսինքն դա իրական հաշտություն չի, եթե մենք չենք գլուխ խոնարհում, չենք անցնում թուրքերի թրի տակով, չենք հնազանդվում, իրանք միանգամից հարձակվում են։ Սա ինձ այսպես խաղաղություն է լինում։ Էլ են խոսել, ասել եմ, Ադրբեջանով է որ հարձակվի։ Ախր նոր էդ ենք ասում, որ այդ ամեն ինչը Ադրբեջանիկ, Հայաստանիկ, Վրաստանիկ, կներեք, որ այդպես եմ ասում, ցույց տալու համար, որ նրանք ոչինչ որոշող չեն, ցանկություններ ունեն, բայց նրանք չեն որոշում։ Հա, կարող է խոսի արևմտյան Ադրբեջանից, բայց այդ բանը ունի ուժը ու համարձակությունը, որ օրինակ Հայաստանին պատերազմ հայտարարի, չունի, ոչ միայն ռուսները դրան դեմ կլինեն, այլև Միացյալ Նահանգները, գուցե եվրոպացիք ձեն չհանեն։ Բայց արդյոք այդ մեծ տերությունները առաջվապես ունեն այդ ազդեցությունը որովհետև կանգնեցնելու որը իհարկե տարբեր շահեր կան, ախր նայեք Ադրբեջանի ցանկացած քայլ խփում է այս կամ այն կենտրոնի ուժային կենտրոնի շահերին։ Օրինակ տեսեք, այս դեպքում կասեք, բա ինչպես համարձակվավ, որտեղ Միացյալ Նահանգները եւ Եվրոպային պետք էր, որ Ադրբեջանը Իրանի դեմ ու Ռուսաստանի դեմ դառնա իր զորակիցը։ Եվ Ադրբեջանը այդ պահանջն էր, այսինքն Իսրայելի միջոցով թուրքերի այդ խաղը իրականացվում էր։ Նորից հիշեցնեմ, որ Թուրքիայի արտգործ նախարարի տեղակալն էր թե պաշտպանության նախարարության այդ հաղթանակը Ադրբեջանի գրեթե պայմանավորված հաղթանակ, պատվիրված հաղթանակ։ Այսինքն ուզում եմ հասկանամ մեր ժողովուրդը, որ Ադրբեջանը մեզ չի հաղթել պատերազմում, որ քո զորքի մեծ մասը չի էլ կռվել Ադրբեջանի դեմ։ Հասկանում եք, բանում Սիսիանում էին, զորակոչանում էին, տանում էին Սիսիան։ Այնտեղ մի քանի ինչ որ կամավորական կամ Արցախի ուժներ կռվում եւ այլն, էս է եղել։ Այսինքն սա նույն այդ մեծ քաղաքական խաղի հետևանքներն էին։ Եւ այսօր էլ եթե ես նորից ասեմ, որ Ադրբեջանը չէր կարող մեզ այդ պատերազմում հաղթել։ Շատ կարևոր ուղերձ է։ Փաստացի բոլորն են դրա մասին խոսում, բոլորը գիտեն ինչ է տեղի ունեցել։ Գիտեն ոնց է փչացրած Իսկանդերը թռել, ոնց են թուրքական եւ OBS-ին
ասում էր ադրբեջանական բանակին ուր գնա ինչպես շարժվի, իրենց կետերը դրել էին, որոշ ուրեմն աշխատակիցներ նրանց կամ եւ այլն։ Հիմա ես չեմ ուզում խրվեմ այդ մանրամասների մեջ, ըստ էության նորմալ ճակատամարտը չի եղել։ Այդ մի կողմ այդ իմ կարծիքն է, այսինքն կարծիք հենված մեր կամավորականների, բաների, պատմածների եւ որոշ օֆիցիալ բաների վրա։ Հիմա դուք ձեզ դրեք Ալիևի տեղը եւ բան արեք, մտածեք էլի, հնարավոր է որ նա կարողանա համարձակվի հենց Փաշինյանը չընտրվի պատերազմ սկսել։ Այն որ հոխոր տալու է, այն որ վերջի ուրեմն բաներն է ասելու, նորից պահանջներ դնելու էսեն, բայց ավել առանց, եթե օրինակ ասեք, երկու խոշոր օրինակ Եվրոպան ասի, հա, իրավունք ունեք, մենք բաժերշկա ենք անում միջազգային դաշտում, դուք գնացեք ԿՊ-ին վերադարձրեք, ասենք թե իշխանության եւ այլն, գուցե եւ համարձակվի, բայց քանի որ Ադրբեջանը ինքը չի որոշում, որոշում է քաղաքական մեծ փորձ ունեցող, ռեալ քաղաքական դություն վարող Թուրքիան, ես չեմ կարծում թե Թուրքիան խորհուրդ տա, որովհետեւ այսօրվա ռազմավարությունը Թուրքիայի որն է այդ իրենց Սարդարաբադում հաղթելը, որն է այս անգամ, որ տնտեսապես մարդիկ համաձայն են, ամեն ինչ պատրաստ է, ինչ ուզում ես տալիս են, զիջում են, ինչի ես գնամ պատերազմ անեմ եւ պատերազմ անողի ագրեսորի համբավ անեմ, քիչ, ինչպես օրինակ այդ օրինակն էլ կա, չէ, Աջարիայում, մտնում ես են մրջումներ կան, չէ, Աֆրիկայում տերմիտները, որ թվում է տուն է փայտից սարկած գալիս կպնում ես թափվում է, որովհետև ներսից այդ մրջունները ամբողջը կերել են։ Այսինքն տնտեսապես կմտնեն, մանավանդ դրանք հետ շնորհք ունեն, ձեռնարկատեր են, էս են, ագաչ են, էժան էլ կծախեն, հյուրասիրելով ամեն ինչով, ամբողջ քո տնտեսությունը ներսից կուտեն։ Եվ քիչ տնտեսության հետ էլ կգան կներթափանցեն այլ արդեն մարդիկ, այլ պաշտոնյաներ եւ այլն, եւ դու ինստինկտյան կդառնաս ու Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածք։ Կարող է գա մի ժամանակի ասեն մենք քանի որ եղբայրացել ենք, մեր մեջ ինչ սահման։ Մենք եղբայրական ժողովուրդ ենք, եկեք միանանք։ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, հոյակապ զարգանանք, ռուսներն էլ ջանդամ, ամերիկացիք էլ։ Դա իհարկե եթե հումոր եմ անում, բայց դա սև հումոր է ցավոք սա։ Եթե իհարկե քաղաքական process-ները ներկա տրամաբանությամբ շարունակվեն, եթե իշխանություն փոխվի, դե գիտեք, այսօր շատ դժվար է որոշակի ասել, թե ինչ ուղղությամբ կգնա, որովհետև լարված խաղ է գնում, մեծ խաղ։ Մենք էլ ոչ թե տոնածառի շուրջ պետք է պար բռնենք, այդ կայծերից ու լույսերից ուրախանանք, այլ մտածենք, թե ոնց մեր տունը պահենք, որ չհրդեհվի այդ տոնածառի պատճառով։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Շնորհակալություն ձեզ։ Հարվածուն թեմի արգելի հետևորդներ, ինչպես արձանագրեցինք, աշխարհում մեծ խաղ է գնում, մեծ աշխարհակաղակական խաղ եւ այս գործընթացները շատ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են մեր տարածաշրջանի հարավային Կովկասի ու Հայաստանի գործընթացների վրա։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք դիվանագետ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վարդան Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։